Բարի երեկո, բարի գալուստ հայլուր, ես Սոնա Թորոսյանն եմ, ծանոթացեք մեր հիմնական թեմաներին։ Նախագահ Սարգսյանի առաջին պաշտոնական այցը Ուկրաինա, միջպետական կարևոր համաձայնություններից հետո հայկական շփումներ, մշակութային գույներ, ուղևորության վերջին օրվա ամենատպավորիչ պահերը։ 90 կիլոգրամ հերոին Զվարթնոց օդակայանում, ազգային անվտանգության ծառայության խոշոր բացահայտումը, ինչպես է թմրանյութը հայտնվել Հայաստանում եւ որն էր դրա վերջին հասցեն։ Տարեց տրակտորիստը, կարկուտը եւ հելենիստական քաղաքակրթության նորահայտ շերտերը, ինչ գաղտնիքները պահում Սյունիքի Եղվարդ գյուղի հողը։ Դեթրոյթ ավտոմեքենաշինության ամերիկյան մայրաքաղաքի մարող փառքը եւ հայկական համայնքի փառավոր անցյալն ու ներկան։ Ամերիկայի միակ ոսկե գմբեթ հայկական եկեղեցուց մինչև նախագահ Քենեդու գրասեղան հայության ոսկի կանոններով։ Մոտ մեկ ժամ առաջ նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձավ Երևան։ Այսն Ուկրաինա ավարտված է, սա նախագահ Սարգսյանի առաջին պաշտոնական այցելությունն էր եւ այն արդեն հստակ հիմք է նախապատրաստել հայ-ուկրաինական բազմաշերտ գործակցության համար։ Առևտրատնտեսական կապեր, օդային հաղորդակցություն, առողջապահություն, գիտամշակութային ոլորտ եւ հենց ընդգծված մշակութային էր նախագահի այցի երկրորդ օրը։ Մեր պատվիրակությունը մասնակցել է Վարդգես Սուրենյանցի նկարների ցուցահանդեսի բացմանը։ Ընդհանրապես նախագահ Սարգսյանը վստահ է Այվազովսկուց եւ Սուրենյանցից մինչեւ Փարաջանով եւ Ռոման Բալայան հայ-ուկրաինական հարաբերությունների անցյալը, ներկան եւ ապագան ամրապնդվում են մարդկային ջերմությամբ ու խորը փոխադարձ հարգանքով։ Այս այցը եւս կօգնի բացել նոր հորիզոններ ու սահմաններ գործակցության համար եւ տնտեսության եւ քաղաքականության մեջ, կամրապնդի բարեկամության ավանդույթները։ Օրվա երկրորդ կեսին Կիևը-Պեչորսկայա Լավրա այցից հետո նախագահը հանդիպեց Ուկրաինայի մեր հայրենակիցների հետ ու վերադարձավ Հայաստան։ Այցի ամենահետաքրքիր րոպեներն ու հիշարժան պահերը մեր կիրակնօրյա ամփոփիչ թողարկմանը։ Իդեպ այսօր Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահին հանձնեց Հայաստանի բարձրագույն պետական պարգև Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը։ Նախագահը շեշտել է Հայաստանում երախտագիտությամբ են հիշում Յանուկովիչի անձնական մեծ ներդրումը Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման գործում։ Վիկտոր Յանուկովիչի հրամանագրով նախագահ Սարգսյանն էլ արժանացել է Ուկրաինայի բարձրագույն պետական պարգևի իշխան Յարոսլավ Իմաստունի առաջին աստիճանի շքանշանի։ Մի քիչ հուզված, բայց ավելի շատ հպարտ 170 զինվոր այսօր հանդիսավորապես երդվեց ծառայել հայրենիքին։ Տղաներից առավել հպարտ ու հուզմունքն էլ ավելի վատ թաքցրած։ Արմավիրի ռուսական սահմանապահ զորամասում վաղ առավոտից հավաքվել էին նրանց մայրիկները, քույրերն ու հարազատները։ Բոլորի ցանկությունը մեկն է, որ այս 720 օրն անցնի մի ակնթարթի պես, բայց յուրաքանչյուր անցած օրվա հետ տղաները դառնան ավելի ամուր, պատասխանատու, բարի ու հոգատար։ Մի խոսքով բանակից վերադառնան իսկական տղամարդ դարձած։ Հայաստանում Լենինը կանգուն է մնացել միայն ռուսական զորամասերում։ Արձանի շուրջ Արմավիրի ռուսական սահմանապահ զորամասում արդեն 78 տարի ու ամեն 6 ամիսը մեկ հնչում է տոնական եւ հուզիչ քայլերքը։ Սա 156-րդ զորակոչն է։ Торжественно клянусь безответно служить моей родине, Республике Армения. Ռուսական սահմանապահ զորամասում ծառայության կարող են անցնել ինչպես այն երիտասարդները, ովքեր ծնվել են Ռուսաստանում, ապա տեղափոխվել հայրենիք, այնպես էլ Հայաստանի քաղաքացիները։ 4 ամիս նրանք կմնան այստեղ, կանցնեն ուսումնավարժանք, ապա կուղարկվեն սահման։ Ռուսական զորամասի զինվորները պաշտպանում են Թուրքիայի եւ Իրանի հետ մեր սահմանները։ Հրամանատարները բարձր ամբիոնից դիմում են նորակոչիկներին։ Սահմանապահները, որոնք այսօր երդվեցին ծառայել հանուն հայրենիքի ու խաղաղության պահպանման, վստահ եմ 2 տարի անց վերադառնալու են իրենց օջախներ որպես ամրակազմ եւ կայացած տղամարդիկ։ Թորներից առաջնեկին ամիսներ առաջ մյուսին էլ այսօր է ուղարկում սահման։ Վոլոդիա Պապը խոստանում է իր մյուս 4 թորներն էլ զինվորական պարտքը պետք է կատարեն սահմանին։ Թորնիկս ուզում եմ ծառայում մեր ռուսական բանակում մեր պագրանիշնի զորքերում ես կյանքում միշտ ուրախացել եմ, որ արու զավակ ունենամ ծառայի եւ իմ թորնիկս հիմա ծառայում է։ Առաջին թորսը երկրորդ կուրսից ուղարկել ենք բանակ, մեր բանակը, որ մեր հայրենիքին պաշտպանի։ Թուրքի հերանից է։ 3 քույրերի միակ եղբորը տանը ճանապարհել են մեծ հուզմունքով, սակայն 40 օր անց երթման արարողությանը ծնողները հանգիստ շունչ են քաշում, անհանգստանալու առիթ չունեն։ Իհարկե դժվարությամբ են ճանապարհում, բայց նրանք հանգիստ են, քանի որ գիտեն, որ ես ուզում եմ ծառայեմ եւ ծառայելու եմ իմ հայրենիքին։ Առաջին նամակում ես գրելու։ Առաջին նամակը իհարկե ծնողներիս, որպեսզի նրանք հանգիստ լինեն, չանհանգստանան եւ
ուրախ լինեմ, որ ես ծառայում եմ բանակում։ 170 նորակոչիկ կմիանա զորամասի 4000 զինվորի, սպայի, ենթասպայի շարքերին եւ կշարունակի 8 տասնամյակից ավելի շարունակվող Հայաստանում ռուսական սահմանապահ զորքերի ավանդույթը՝ կարգով, շարքով, կանոնով եւ հանուն հայրենիքի։ Գոհար Մանուկյան, Արման Ղարիբյան, Հայլուր։ Այսօր բացվեց Միջազգային ոստիկանական ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղը եւ ընտրվեց դրա նախագահը։ Սա առաջին շոշափելի քայլն է դեպի միջազգային հեղինակավոր կառույց, որ հիմնվել է 1950-ին Մեծ Բրիտանիայում եւ որի կարգախոսն է ծառայություն ընկերության միջոցով։ Կազմակերպությանն այսօր անդամակցում են 62 երկրի ոստիկանական ասոցիացիաներ։ Միջազգային ոստիկանական ասոցիացիայի նախագահ Մայքլ Հադիսեուսը հույս ունի, որ մինչև 2012-ը Հայաստանը կանդամակցի կառույցին, որի հիմնական նպատակն է նպաստել, որ ոչ միայն ոստիկանությունն օգնի հասարակությանը, այլ նաև հակառակը եւ արդյունքում ստեղծվի հասարակություն ոստիկանություն փոխշահավետ գործակցություն։ Իդեպ Հայաստանի անդամակցության հարցում բավական կարևոր առաքելություն է ստանձնել Ռուսաստանը։ Для полицейских сил Армении Աշխարհի իրավապահ մարմիններում ամենախոշոր ու հեղինակավոր ոչ կառավարական այս կազմակերպությանն անդամակցելը Հայաստանի ոստիկանական համակարգին լավ հնարավորություն կտա ոչ միայն մասնագիտական փորձի փոխանակման առումով, այլև կօգնի ստեղծել լավ հարաբերություններ այլ երկրների ոստիկանական համակարգերի հետ, օգտվել կրթական, մշակութային, մարզական եւ սոցիալական ծրագրերի հնարավորություններից ու միջազգային կառույցներում ասոցիացիայի հատուկ կարգավիճակի առավելություններից։ Անդամակցությունը միջազգային կառույցին պատմական քայլ կլինի ոչ միայն այդ ոլորտի, այլև երկրի համար։ Միջազգային ոստիկանական ասոցիացիայի 62 պետություններում, որ անդամակցում են, Հայաստանը միայն դիվանագիտական հարաբերությունների մեջ 12-ի հետ է։ Մնացածի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի Հայաստանը այդ պետությունների։ Դա տալիս է նրանում, որ մենք կարող ենք միջազգային ոստիկանական ասոցիացիայի լիիրավ անդամ դառնալով օգնենք ամեն մի հայի հողագնդի վրա։ Երբ որ հայի նկատմամբ անօրինական ոդեցություն կլինի, մենք կարող ենք մեր այդ պետության ոստիկանական ասոցիացիայի մեր գոլեգաների միջոցով օգնենք եւ նրան մատուցենք իրավական եւ բարոյական օգնություն։ 90 կիլոգրամ հերոին, որ ներմուծվել է Հայաստան եւ որն անհամբեր սպասում էին Հոլանդիայում։ Բայց մեր իրավապահների շնորհիվ թմրանյութի նման խոշոր խմբականակի արտահանումը կասեցվեց։ Այդ սպիտակ աղբն էլ մեր երկիր բերած հերոսներն այժմ ձերբակալված են։ Հուլիսի 1-ին ազգային անվտանգության ծառայության մարմինների իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է թմրամիջոցների խոշոր խմբականակի արտահանման փորձ։ Զվարթնոց օդանավակայանի բեռնային համալիրի արտասահմանյան երկրից Հայաստան ներմուծած եւ Դանիա ու Հոլանդիա հետագա արտահանման ենթակա կենցաղային սարքավորումների զննման արդյունքում նրանց մեջ հարմարեցված հատուկ թաքստոցներում հայտնաբերվել է 90 կիլոգրամ ընդհանուր քաշով հերոին տեսակի թմրանյութ։ Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 2 անձ։ Նախաքննությունը կատարում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը։ Տնջրե 2011 միջազգային երաժշտական փառատոն հայկական երկրորդ պետությունում։ Արցախում այս 7 օրերը լցված են լինելու բարձրաճաշակ երաժշտության հնչյուններով։ Փայլուն կատարողներ եվրոպական ու ասիական բարձր բեմահարթակներից կներկայացնեն իրենց արվեստն ու կճանաչեն Ղարաբաղյան մեղեդին։ Մշակութային երկխոսությունը սակայն 7 նոտայով չի ավարտվի։ Հյուրերին սպասում է ժողովրդական դիվանագիտության լավագույն ավանդույթներով մշակված հատուկ ծրագիր։ Բարձրաժեք արվեստով ապրելու կամքն ու ցանկությունը Արցախում նորից համախմբել է երաժիշտներին ու երաժշտասերներին Տնջրե 2011 միջազգային փառատոնի շուրջ։ Աշխարհի 9 պետություններից՝ Ռուսաստանից, Լատվիայից, Լիտվայից, Բելգիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Սինգապուրից, Հայաստանից ժամանած եւ 9-րդն էլ Արցախը ներկայացնող երաժիշտները դասական երաժշտության մեկ շաբաթյա հրավառություն են բորբոքելու Ստեփանակերտում։ Լուսավոր այս տոնը եւս մեկ ապացույցն է այն իրողության, որ Արցախի երաժիշտները մաս են կազմում համաշխարհային երաժշտական մշակույթի։ Այս փառատոնը Արցախի երաժիշտներին կոչ է անում մասնակցել համաշխարհային մշակութային կյանքին, եւ ամենակարևորը փոխշփումներն են, ստեղծագործական, ընկերային, որոնք հուսով եմ կարող են շատ երկար տևել։ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, որ մի խումբ աջակիցների հետ երկրորդ անգամ է նախաձեռնում այս փառատոնը, նպատակ ունի նաեւ
Արցախի երաժիշտների ունակությունները լիակատար իրագործելու համար բարենպաստ պայմաններ ստեղծել։ Իսկ դրա համար փառատոնային օրերից բացի Արցախի պատանի երաժիշտներին բացառիկ հնարավորություն է ընձեռվելու վարպետության դասեր առնել տարբեր երկրներից ժամանած բարձրակարգ մասնագետներից։ Իսկ փառատոնի մասնակիցներն էլ, որ միջազգային մրցույթների դափնեկիրներ են, մշակութային երկխոսության հնարավորություն կստանան Արցախի մի շարք այլ քաղաքներում։ Նաև կմասնակցեն հատուկ իրենց համար կազմակերպված պատմաճանաչողական էքսկուրսիաներին։ Ես լսել էի Ղարաբաղի մասին, իսկ փառատոնի մասին համացանցի միջոցով իմացա։ Մի քիչ էլ ճանապարհին պատմեցին ձեր երկրի մասին, շատ հիանալի տեղ է։ Կարծում եմ, որ շատ գեղեցիկ է, երբ մարդիկ տարբեր երկրներից գալիս են միասին նվագելու։ Շատ եմ սիրում լինել հետխորհրդային երկրներում, ձեր երկրում երբեք չեմ եղել, բայց կարծում եմ մարդիկ պետք է հանդիպեն, ընկերանան։ Ինձ ասում էին, չես վախենում Ղարաբաղ գնալ, ես այլ կարծիքի էի, այստեղ արև է, գեղեցիկ։ Փառատոնն անցնելու է ստեղնաշարային, լարային, փողային 3 անվանակարգերով։ Տնջրեի բացումը տանտերերինն էր։ Արցախի պետական կամերայի նվագախումբը հյուրերին դիմավորեց Էդվարդ Միրզոյանի անընդհատ շարժում ստեղծագործությամբ։ Դասական երաժշտարվեստի հավերժականությունը խորհրդանշող Արցախի պատմական սոսին ի լուր աշխարհի ավետում է։ Սա է Արցախի ոգեղեն վերածննդը, ընդունեք թե չընդունեք։ Մերի Դավթյան, Սամվել Սայյան, Հայլուր, Արցախ։ Արցախի երաժիշտ հյուրերը շուտով ստիպված համակերպվելու են մտքին, որ իրենց մուտքն Ադրբեջան արգելված է։ Բաքուն նախանձախնդրությամբ շարունակում է համալրել իր այսպես կոչված սև ցուցակը։ Ամենավերջինն այս շարքում ռուսական «Իզվեստիա» թերթի թղթակից Յուրի Սնեգիրովն է, որ համարձակվեց առանց Բաքվի իշխանավորների իմացության այցելել Արցախ եւ պատրաստել 2 ռեպորտաժ։ Հոդվածների տոնայնությունն ակնհայտորեն Բաքվին դուր չի եկել։ Առաջին գիծ այցելած Սնեգիրովը «Իզվեստիայի» նախորդ համարում գրել է. «Ես մեջ բերեմ, կարծում եմ, հասկացել եմ ղարաբաղցիների ամենագլխավոր ռազմական գաղտնիքը, նրանք գնդակների տակ էլ հաց են աճեցնում»։ Վրաստանում մեկնարկել է կրոնական 5 կազմակերպության իրավական կարգավիճակը հստակեցնելու խորհրդարանական գործընթացը, առաջինը նշվում է հայ առաքելական եկեղեցին։ Օրինագծում տեղ են գտել նաև կաթոլիկ, բապտիստական եկեղեցիները, մահմեդական եւ հրեական համայնքները։ Առաջին ընթերցմամբ ընդունվեց կրոնի մասին օրինագիծը, որի համաձայն բոլոր 5 կրոնական միավորումները ստացել են հանրային սուբյեկտ կոչվելու իրավունք։ Փաստաթղթին դեմ էր խորհրդարանական փոքրամասնությունը, պատճառաբանելով, որ այս օրենքը կթույլատնի վրացական եկեղեցու դերը։ Մինչդեռ իշխող կուսակցության անդամները ճիշտ հակառակ դիրքորոշման են։ Հիշեցնեմ, որ հայ առաքելական եկեղեցին, ինչպես նաև Վրաստանի բոլոր կրոնական միավորումները, բացի վրացական եկեղեցուց, մինչև օրս չունեին որևէ կարգավիճակ։ Ամենայն հայ կաթողիկոսի հովապետական այցի ընթացքում բարձրացված հարցերից ամենաառաջնայինն ու կարևորը հենց հայ եկեղեցու կարգավիճակի խնդիրն էր։ Վեհափար Հայրապետի այցելությամբ նշանավորվեց Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի հիմնադրման հոբելյանը։ Գարեգին II-ն իր օրհնությունն է բերել հայ-ռուսական բարեկամություն կենտրոնի բացմանը։ Ընդունելով ամենայն հայոց կաթողիկոսին, Պետերբուրգի նահանգապետ Տիկին Մատվիենկոն հատկապես կարևորել է նրա մեծ ներդրումը երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում։ Армянская община в Санкт-Петербурге это очень достойные люди. Այստեղ ապրող հայերը շատ արժանավոր մարդիկ են, ովքեր աշխատում են տարբեր բնակավարներում։ Նրանք նաև պետերբուրգցի են։ Մենք ընդհանուր մեծ տանն ենք ապրում եւ շատ կարեւոր է, որ ազգային մշակութային համայնքը եւ հայկական եկեղեցին ամեն ինչ անում են, որ հայերը չկորցնեն կապը հայրենիքի հետ, որ պահպանեն լեզուն, մշակույթը, ավանդույթները, ինչի շնորհիվ հարստանում է նաև քաղաքի մշակույթը։ Իսկ արդեն Ռիգայում վեհափար Հայրապետը հանդիսապետեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու ոցման արարողությունը, այս առիթով Էստոնիայից եւ Լիտվայից ժամանել էին հարյուրավոր ուխտավորներ։ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի առաջնորդ Տեր Եզրաս եպիսկոպոսի ձեռամբ պոծվեց եկեղեցու զանգակատան խաչը եւ նաեւ սյուները։ Անդրանիկ Սուրբ Պատարագից հետո վեհափարը հանդիպել է երկրի նախագահի հետ։ Վալդիս Զատլերսը չափազանց բարձր է գնահատում հայ համայնքի ներդրումը Լատվիայի կյանքում։ Իսկ հայոց կաթողիկոսը գոհունակությամբ հաստատում է ազգային կյանքի աշխուժացում եւ հայ եկեղեցու վերազարթոնք պետերբուրգյան եւ լատվիական համայնքներում։ Մեր զավակում պիտի շարունակեն մեր հայրերի բարի ավանդները, ամուր պահելով իրենց հավատքը, իրենց մայրենի լեզուն, կրթելով դաստիարակելով իրենց զավակներին, որպես ազգի արժանավոր զավակներ, նաև քաղաքացիներ արժանավոր այդ երկրի։ Դեթրոյթի հայ համայնքի փառավոր անցյալն ու ներկան։ Ամերիկայի միակ ոսկեգմբեթ եկեղեցին նոր աշխարհին նվիրել են հայերը։ Հենց մեր հայրենակիցներն են պատրաստել նախագահ Քենեդու գրասեղանն ու մեր ոսկի տառերով իրենց հետքը թողել ավտոմեքենաշինության ամերիկյան մայրաքաղաքի դեմքին։ Ամերիկայի հյուսիսային նահանգից մեր թղթակցի տեսանյութը։
Ջոն Հուրլահին սոլո երաժիշտ է Միչիգանից, ընկերների Ֆիլի, Ռոբի եւ Ռայանի հետ ճամփորդում են նահանգով, քաղաքից քաղաք եւ փողոցներում համերգներ տալիս։ Ընկերախմբի նպատակն է քաջալերել Միչիգանի բնակիչներին, որպեսզի նրանք հավատան այս նահանգի ապագային, չհեռանան։ 1000 լճերի նահանգը համարվող Միչիգանը ծանր ժամանակներ է ապրում։ Գործազրկությունն այստեղ ամենաբարձրն է Միացյալ Նահանգներում, հասնելով 16%-ի։ It will always be our home, and so we want as many people. Միչիգանը միշտ կլինի մեր տունը, ուզում ենք որքան հնարավոր է շատ մարդիկ դրական լույսի ներքո տեսնեն մեր նահանգը, ժամանակին առաջատար ամերիկյան նահանգն ենք եւ կգա օրը այստեղ նորից կսկսվի զարգացումը, պետք է դիմանալ։ Հռչակավոր Դեթրոյթը դարձել է Ամերիկայի ամենակրիմինալ քաղաքներից մեկը, ճապոնական էժան եւ քիչ ծախսատար մեքենաները դուրս են մղում ամերիկյան շուկայից ամերիկյան մեքենաները, Ֆորդի եւ General Motors-ի նահանգի երբեմնի տնտեսական փառքը տարիներով խամրել է, աշխատողներին կրճատում են, դա դեռ քիչ է ճիշտ մյուս ափին գտնվող Կանադայի Վինդզոր քաղաքում բացվեցին խաղատներ եւ նահանգի բնակիչները սկսեցին հատելով գետը կանադական ափին թողնել իրենց աշխատած փողը, առանձին օրենքով Միչիգանում արտոնեցին խաղատներ բացել, որպեսզի կանխեն կապիտալի արտահոսքը։ Եվ կազինոներեն մեկը Քրքորյանին կպատկանի հոս MGM-ը։ Հովակի Մանուկյանն աշխատում է Համազգային միության եւ Հայ հեղափոխական դաշնակցության ենթակառույցներում, Եգիպտոսում իր ուսուցիչն էր առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը, տեղեկանալով, որ փոքրիկ Հովակիմը փոխադրվելու է Միացյալ Նահանգներ, ափսոսանքով ասել էր. «Կգնաս Ամերիկա, կխառնվես տեղացիներին, տղաս, ես գիտեմ այնտեղի կարգերը»։ Հովակիմի հայրը հակառակվել էր Սիմոն Վրացյանին։ Չեն Վրացյանս, ասում կերտավ ում թխմոր գլան։ Չեն գործվի, մի վաղտարասոց, ասանք տղաները։ Եվ հիմա մենք այդ գևրացիաները մեր հոր խոսքերու ուզենք արդարացնել, որ չպիտի գործվենք։ Պիտի ապրենք և պիտի ապրեցնենք որպես հայ։ Հայ կենտրոն ակումբ Ծերանոց Դեթրոյթում հայկական ներկայությունը բավական զորեղ է, քաղաքի դաունթաունում էլ կանգնեցված է Կոմիտասի արձանը, քանդակագործ է նախկինում Հայաստանը բնակ, իսկ ներկայում Կանադայում ապրող Արթուր Ճակմակչյանն է։ Դեթրոյթի քաղաքապետը, որ Գաբրի Մանուկյան մենշնի մեջ Գաբրի, որ Ալեք Մանուկյանի տունը եղած էր ժամանակը, որ նվիրած էր քաղաքապետարանին, ով որ քաղաքապետը լար ատա մեջ կպնակեր, ուրեմն աս բոլորը մեծ տեղ խաղացին վստահաբար ասարցանի արտոնության մեջ։ 70-ականներին արձանի տեղադրման հայտը քաղաքապետարանը սկզբում մերժել էր, այնուհետև հաստատել ենթադրաբար հռչակավոր Ալեք Մանուկյանի միջնորդությամբ, ով Դեթրոյթում չգիտի Ալեք Մանուկյանին քաղաքապետից մինչև շարքային քաղաքացի, նա է քաղաքին նվիրել Դեթրոյթի համալսարանի շենքը, Հայաստանի ազգային հերոսը 60-ականներին Դեթրոյթում կառուցել է Ամերիկայի միակ հայկական ոսկեզօծ գմբեթով եկեղեցին Սուրբ Հովհաննեսը։ Միացյալ Նահանգների միակ ոսկեգմբեթ հայկական եկեղեցին կառուցելու նպատակով ճարտարապետներ գործուղվեցին Հայաստան, նրանք վերադարձան եւ 1964-ին Վազգեն առաջին ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ օծվեց Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցին, ավելի ուշ այստեղ կառուցվեցին նաեւ դպրոցը, թանգարանը, մարզադպրոցը եւ գրադարանը։ Հսկա շինարարության արդյունքում կառուցվեց մի ամբողջ հայկական համալիր, թանգարանը դարձել է Միչիգանի ամենահռչակավոր թանգարաններից մեկը, նահանգի ուղեցույցները նշում են հայկական թանգարանի մասին, 8 սրահներից բաղկացած թանգարանում կա Այվազովսկի, Սարյան, Կիլիկյան Հայաստանի դրամի նմուշներ, Հեթում թագավորի թասակը, Ուրարտական շրջանից գոտի եւ Սարգիս Պիծակի մանրանկարչությամբ մագաղաթներ, ինչպես նաեւ 3 օրինակ Ամստերդամում լույս տեսած հայերեն առաջին տպագիր ավետարանից։ Օրինակը, որ այս է Բենգլադեշի Դաքքա քաղաքի մեջ եկեղեցվո բահաբանը հանձնած է, որ թանգարանի մեջ բահվի, ուրեմն Բենգլադեշից եկած օրինակն է։ Այստեղ է նաև Ալեք Մանուկյանի աշխատասեղանը, որի հեղինակը Հարի Ունջյանը կահույք է պատրաստել նաև սպիտակ տան համար։ Գրասեղան նախագահ Քենեդի կառուցած է բարոն Հարի Ունջյան, որ նաև հեղինակն է այս գրասեղանին, Ալեք Մանուկյան այս գրասեղան օգտագործած է 40 տարիներ։ Հակոբ Ալեքսանյանը կամ Քեփթեն Ջեքը մարզում է հայ բարեգործական ընդհանուր միության բասկետբոլի թիմը, Միչիգանի հայերն ունեն նաև ֆուտբոլի եւ ֆուտզալի թիմեր, նահանգի հայ մարզիկները նաև համահայկական խաղերի պարբերական մասնակիցներն են։ Նահանգի տնտեսական հետընթացն անխուսափելի ազդում է նաև հայ համայնքի վրա, բայց Ալեք Մանուկյանի, Էդվարդ Մարտիկյանի եւ հայ մյուս բարերարների տասնամյակների աշխատանքը
ամուր ենթակառույցներ են ձևավորել, որ համայնքին դժվարություններին դիմակայելու, կրթական, հոգևոր կամ մարզական կյանքը շարունակելու որոշակի հնարավորություն է տալիս։ Տեղացիները լիահույս են, որ առաջիկայում 1001 լճերի նահանգում վերջապես կդադարի տնտեսական անկումը, իսկ ժամանակին որպես մոտորների քաղաք հայտնի Դեթրոյթի ավտոմեքենաները նորից հաստատուն տեղ կգրավեն ամերիկյան կամ համաշխարհային շուկաներում։ Հայկարամ Նահապետյան, Հայլուր, Դեթրոյթ։ Լիբիայի առաջնորդի նոր մարտավարությունը Քադաֆին վերջնագիր է ներկայացնում արևմուտքին, թե ՆԱՏՕ-ն չդադարի դռնբակոծել լիբիական բանակը ռազմական գործողությունները կտեղափոխի Եվրոպա։ Այս հայտարարության ձայնագրությունը տարածվեց Տրիպոլիում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, այն վերջին շաբաթների ամենաբազմամարդ հավաքն է ի պաշտպանություն Լիբիայի առաջնորդի։ Մյուս կողմից Աֆրիկյան միությունը, որը միջնորդի դեր է ստանձնել լիբիական հակամարտությունը կարգավորելու նպատակով, հայտարարել է, որ չի կատարի Հագայի դատարանի հրահանգները։ Շաբաթվա սկզբին միջազգային դատարանը Քադաֆին ձերբակալելու արտոնագիր տվեց, նրան մեղադրելով մարդկության դեմ հանցագործությունների համար։ Աֆրիկյան միությունը համարում է, որ դատարանի որոշումը կարող է միայն արգելք դառնալ Լիբիայում իրավիճակը կարգավորելու ճանապարհին։ Եվս մեկ քայլ դեպի ազատություն։ Նյու Յորքի դատարանը տնային կալանքից ազատ է արձակել արժույթի միջազգային հիմնադրամի նախկին տնօրենին, վճարված միլիոնները վերադարձրել։ Ստրոսկանի դատապաշտպանը պարզաբանում է, գործում հայտնվել են նոր նյութեր, որոնք ապացուցում են հյուրանոցի սպասուհին ստել էր։ Ստրոսկանը ազատության մեջ է, բայց դատական գործը դեռ չի փակվել, մեղադրանքը չի հանվել, ուստի նա չի կարող հեռանալ Միացյալ Նահանգներից։ Միաժամանակ տեղեկություններ կան, որ այժմ նրա դեմ մտադիր են հայց ներկայացնել ուրիշ կանայք։ Այդուհանդերձ Նյու Յորքյան դատարանի որոշումը մեծ ոգևորություն է առաջացրել ֆրանսիացի սոցիալիստների շրջանում։ Ստրոսկանի կողմնակիցները համոզված են, սկանդալը որևէ կերպ չի ազդել նրա հեղինակության վրա, նույնիսկ հակառակը։ Սոցիալիստների կարծիքով այժմ Ֆրանսիայի նախագահ դառնալու նրա հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան հյուրանոցային սկանդալից առաջ։ Հուլիսի 5-ին Հայաստանի մայրօրենքը կդառնա չափահաս սահմանադրության տարեդարձին ընդառաջ։ Ազգային ինքնորոշում միավորման ղեկավարը նշում է, սահմանադրության պատմության կայացմանը պատշաճ ուշադրություն չի դարձվում, մինչդեռ յուրաքանչյուր դպրոցական պետք է իմանա, որ ամեն մի ազգային ծրագրի ու գաղափարախոսության հիմքում սահմանադրությունն է։ 1998-ի սահմանադրական փոփոխություններով հանդերձ, ըստ ԱԻՄ նախագահի, մայրօրենքը պետք է լրամշակվի։ Հայրիկյանն առաջարկում է սահմանադրության մեջ հստակ նշել օրենսդիր մարմնի, ժողովրդի ներկայացուցչական ամենաբարձր կառույցի ձևավորման սկզբունքը, ամրագրել իշխանությունների տարանջատման դրույթը։ Ես սա համարում եմ հանճարեղ հայտնագործություն, որովհետև այն ժամանակներում, երբ Հայաստանի պետականության մասին խոսք անգամ չկար վերականգնման մասին, խոսել սահմանադրության մասին եւ կռահել, որ առաջին սահմանադրությունը պիտի լինի ժամանակավոր, դա իսկապես հանճարեղ ընկալում էր։ Ուլտրաձայնային բացառիկ սարքավորում, որ արդեն կա նաև Հայաստանում։ Հայ բժիշկները հարավկորեացի գործընկերների հետ միասին այսօր մանրազնին ուսումնասիրել են հետազոտող սարքավորման ամբողջ կմախքը, աշխատելու մեխանիկան եւ արյունատար համակարգը։ Սա դիագնոստիկայում նոր խոսք է, մասնագետների ախտորոշումն է։ Նոր տեխնիկա, նոր հնարավորություններ, այս կարգախոսով է այսօր մեկնարկել Նորմեդ բժշկական կենտրոնի կազմակերպած համաժողովը, որտեղ առողջապահության ոլորտի մասնագետներին են ներկայացվել Samsung Medison ընկերության ուլտրաձայնային սոնոգրաֆիական սարքավորումները։ Ամբողջ նպատակը կայանում է նրանում, որ սարքավորումները լինեն ոչ միայն Նորմեդում, այլև բոլոր ցանկացողները, ովքեր որ կուզենան աշխատել այսպիսի էքսպերտ կլասի սարքավորումներով, կարողանան տեղյակ լինեն եւ կարողանան ձեռք բերել եւ իմանան, թե որտեղից կարելի է ձեռք բերել սարքավորումը։ Ուլտրաձայնային հետազոտության հեռանկարային ուղղությունների զարգացմանը նվիրված համաժողովում այսօր Medison ընկերության նորագույն սարքավորումների հետ ծանոթացնելուց բացի նաեւ փորձի փոխանակման հնարավորություն է ընձեռված հայ բժիշկների եւ հարավկորեացի մասնագետների միջև։ Medison ուլտրաձայնային ախտորոշման սարքավորումների հետ ծանոթ բժիշկները նշում են, որ դրանք ունեն մի քանի առավելություններ, որոնք հնարավորություն են տալիս մասնագետներին ճիշտ ախտորոշելու եւ հետագա բուժումը կազմակերպելու համար։ Նոր ապարատներն արդեն դուրս եկել 3D 4D ֆորմատում աշխատող սարքավորումներ։ Ես իհարկե աշխատում եմ շրջանում, դեռևս շրջաններ չեն հասել այդ ապարատները, բայց հույս ունեմ, որ կհասնի, որովհետև ինֆորմացիան շատ մեծ է եւ հատկապես շրջաններին շատ պետք է, դա բավականին ակտուալ հարց է։ Մեր ընկերության ներկայացված սարքավորումները համապատասխանում են միջազգային բոլոր չափանիշերին, կարելի է ասել առաջատարն ենք այս ոլորտում։ Հայաստանում առաջին անգամ ենք ներկայացնում 3D պատկերով սոնոգրաֆիական հնարավորություններ ունեցող այս սարքավորումները եւ դրանք առաջարկում ենք բժշկական կենտրոններին։
Թեև նոր սարքավորումները դեռևս Հայաստանի մարզեր չեն հասել, սակայն շրջանների բժիշկներն արդեն կարող են ծանոթանալ դրանց հնարավորություններին, եւ հենց այդ նպատակով Նորմեդ ընկերության մասնագետները համաժողովի մասնակիցներին տեղում ցույց են տալիս Մեդիսոնի հնարավորությունները գործնականում։ Հայկ Հովհաննիսյան, Հարություն Վարդանյան, Տիգրան Բաբայան, Հայլուր։ Գլխավոր ոզնին 75 տարեկան է։ Արամ Իսահակյանին այսօր այցելել ու շնորհավորել է երկրի վարչապետը։ Անվանի բանաստեղծ երգիծաբանին Տիգրան Սարգսյանը շնորհել է վարչապետի հուշամեդալը տարեդարձի առթիվ եւ գրական երկարամյա վաստակի համար։ Մաղթել առողջություն ու նորանոր ստեղծագործական հաջողություններ։ Հոբելարից նվեր ստացել հումորի եւ երգիծանքի 19 ակնթարթ։ Մենք նույնպես շնորհավորում ենք Արամ Իսահակյանին եւ մաղթում, որ նա մեզ շարունակի նվիրել նորանոր ժպիտներ։ Այսօր աշխարհը հետևում էր եւս մեկ հեքիաթային հարսանիքի, հեքիաթային, որովհետև նորից կրկնվեց Մոխրոտիկի պատմությունը, հասարակ լողորթուին ամուսնացավ Մոնակոյի իշխանի հետ։ Հեքիաթային էր նաեւ իր գեղեցկությամբ։ Ծովափնյա երկիրն այս օրերին իսկական դրախտավայրի է վերածվել, թեթև ծովափնյա գույներով զարդարված փողոցներ, շենքեր, արևոտ եղանակ ու ճոխություն։ Այսօր արքայական հարսանիքի երկրորդ օրն է։ Արքայազն Ալբերտ II-ը եւ նրա ընտրյալ Շարլին Ուիթստոկը պսակադրվել են եկեղեցում։ Երկար սպասված իրադարձությանը հրավիրված էր 800 մարդ, նրանց թվում պետության ղեկավարներ, թագավորական ընտանիքների ներկայացուցիչներ։ Մատանիները փոխանակելուց հետո նորապսակները ուղղվել են դեպի եկեղեցի, ինչպես ժամանակին արել էր արքայազնի մայրը, հոլիվուդյան աստղ Գրեյս Քելին, Շարլինը եւս իր ծաղկեփունջը թողեց եկեղեցում։ Երեկ Ալբերտ II-ը եւ նրա հարսնացուն կնքեցին իրենց քաղաքացիական ամուսնությունը։ Արարողությունը տեղի ունեցավ իշխանական պալատում եւ տևեց ընդամենը 20 րոպե։ Իշխանական պատշգամբից բազմահազարանոց անհամբեր բազմությանը ողջունելուց հետո Մոնակոյի իշխանն ու արդեն իշխանուհին դուրս էին եկել տղյակից ու միացել հրապարակում ուրախացող մարդկանց։ Այսօրվա հանդիսությունը եզրափակվելու է շքեղ հրավառությամբ, երկնքում կբացվի կրակե 1001 վարդ, մեծ տառերով կգրվի սեր։ Այս պսակադրությունը Մոնակոյի պատմության վերջին 50 տարիների ամենանշանակալի իրադարձություններից է։ Սա Գրիմալդի ընտանիքի պատմության շարունակությունն է։ Ընտանիք, որին Մոնակոյի բնակիչներն անչափ սիրում են։ Հաճելի երեկո է, մաղթում, մնացեք առաջինի հետ, հաջողություն։